Հրապարակը գրում է. նույնիսկ լեգիտիմության նվազմակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձևավորվել, սակայն թերթի աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ բարիկադներ են կազմվել եւ իրար դեմ պայքարում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ Բնականաբար ամենաթեժ մարտերը մղվում են ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։ Ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։ Մի խումբ ԿՊԱ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ԿՊ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ ճամբարափող Հայկ Կոջորյանին։ Դրանք այն մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել նրանից ազատվելու համար։ Սակայն երեք Ալեն Սիմոնյանի կողմնակիցները թերթին վստահեցնում էին, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա։ Հրապարակի տեղեկություններով ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք, առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից եւ պարզվեց, որ ԿՊ-ն մեծ թվերով պարտվել են դիմությանը։ Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ քաղաքպայմանագիրը հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել եւ ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։ Թերթը նշում է, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ԿՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին։ Ժողովուրդը գրում է. Մասիսում ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների եւ հղի կնոջ նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքից անցել է արդեն 10 օր։ Սակայն նախաքննական մարմինը դեռևս չի շտապում մեղադրյալների հարցում։ Թերթին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտե են հրավիրվել եւ հարցաքննվել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը, ինչպես նաեւ Միջադեպի մյուս մասնակիցները։ Այնուամենայնիվ նախաքննական մարմինն ըստ ամենայնի կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերում գործի քննության ընթացքում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Հրապարակը գրում է. ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով։ Այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ չեն խփել, պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։ Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում։ Հիմա նրանց պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։ Դեմոկրատ Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատկամ արտահայտության վրա ազդել, այլև վարչական լծակները բավարար չափով չկիրառեց եւ ընտրողներին տերորի չենթարկած պաշտոնյաներին պատժել։ Հրապարակը գրում է. երեք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտորատից եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է Մայր-Բուհի արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է։ Ամբիոնը ղեկավարել է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, որ ընտրություններին մասնակցում էր Միասնության թևեր կուսակցության ցուցակով։ Սեդրակյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչ է եւ քննադատում է Փաշինյանին ու այս իշխանություններին, թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ այս որոշումը կապված է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների եւ իշխանություններին սուր քննադատության ենթարկելու հետ։ Թերթը տեղեկացել է նաեւ, որ ամիսներ առաջ աշխատանքից ազատել են ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին, ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով։ Նա ուսանողների շրջանում սիրված դեկան է եղել տարիներ շարունակ, մտերիմ հարաբերություններ ուներ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Սակայն ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ ռեկտորին ինչ հրահանգում են, խելոք կատարում է առանց ընդվզելու եւ անգամ իր մտերիմներին չի կարողանում փրկել ՔՊ-ական հաշվեհարդարներից։ Ժողովուրդը պարզել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից ստեղծված խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը փոխանցել պետական կառավարման համակարգին էկոնոմիկայի նախարարությանը։ Նախագծի համաձայն համակարգը պետությանը փոխանցվելու է նվիրատվության կարգով եւ ներառելու է ոչ միայն ծրագրային ապահովումը, այլև դրա նկատմամբ բոլոր բացառիկ գույքային իրավունքները, այդ թվում ծրագրային կոդերը, տվյալների բազաները, GIS համակարգերը, տեխնիկական փաստաթղթերը եւ ամբողջ թվային ենթակառուցվածքը։